Ողջույն սիրելիներս, 2 օր արդեն մեզ մոտ շատ տաք եղանակներ են։ Այսօր հաջողվեց մեզ դուրս գալ, այս կողմերում գործ ունեինք, եկել ենք մի հրաշք տեսարան տեսնելու։ Հիմա այն շրջանն է, որ սակուրաները ծաղկել են, մեր թաղերում այս ծառերից չկան, հնարավորություն ունենք սիրուն ֆոտոներ անելու ու ձեզ հիացնելու այս սիրուն տեսարաններով։ Այնքան էլ արագ անցնում այդ շրջանը ու ոչ մի անգամ չեմ հարմարացնում ես այդ շրջանում լինել այս թաղամասում։ Հիմա լավ էր, այս կողմերում գործ ունեինք, հաջողացրեցինք։ Ես ու Ժակլինս ենք մենակ, իմ ճուտիկները արդեն մեծացել են, էլ իմ հետ նկարահանումներ չեն անում, եթե նկատում եք, շատ բացակայում են իմ վլոգներից, որտեղ էլ չեն ուզում նկարվել, բայց դե հլը Ժակլինս իմ հետ է, իմ մշտական ընկերուհին, իմ կյանքը, իմ անուշ աղջիկը, այսա իմ սիրունիկի հետ, սիրուն ֆոտոներ կանեն, բոլորն այս շրջանում հենց հատուկ դրա համար են գալիս այս մասերը, որ սիրուն ֆոտոներ անեն, նկարահանումներ անեն։ Իհարկե կամերան այն գեղեցկությունը չի փոխանցում, ինչ որ մենք մեր աչքերով ենք տեսնում, բայց համենայն դեպս էլի կվայելենք։ Կանանային թարմություն, ծաղիկներ։ Արի։ Այս փողոցն է սկսվեց։ Այս մասը բոլորը նկարում են։ Ասեք, որ հրաշք է, ընտիր։
Ստացինք։ Իսկ այսօր սիրելիներս ձեզ ինձ հետ տանելու եմ համերգ։ Բացի ջութակի եւ բալետի խմբակներից, Շաղլոտս հաճախում է նաեւ խմբակային երգի դասընթացների։ Միասին կգնանք, մի քանի կարճ հատվածներ կլսենք, համ էլ միաժամանակ կտեսնենք Բելգիայում ինչ տեսք ունեն համերգասրահները։ Սա նրա առաջին մեծ ելույթն է բեմում, այնպես որ ինձ էլ է շատ հետաքրքիր։ Համերգը վերջացել է, մենք հիմա վազքով գնում ենք տուն։ Ժակլին լավն էր համերգը, քուրիկի։ Քիչ շտապում ենք, տեղ ենք հրավիրված։ Համերգասրահի շրջակայքում ծաղիկներ էին վաճառում լիքը երեխեք, ես էլ չկարողացա անտարբեր անցնել։ Էսա ցույց տամ ձեզ, իմ սիրելի ծաղիկներն եմ գնել, Անյուտայի աջիկներ, գժվում եմ այդ ծաղիկների համար։ Ու լիքը ծաղկամաններ էի գնել, մի քանիսը չեք տեսել, կտանենք միասին կտնկենք, շատ եմ սիրում այդ ծաղիկները, մանկուց իմ ամենասիրելի ծաղիկներն են եղել։ Համ կակաչներ եմ շատ սիրում, համ այդ ծաղիկները, կակաչները մի քիչ ուշացրեցի արդեն տնկելուն, մի քանի ամիս առաջ պետքա տնկեի, հիմա որ տնկեմ կամ նորմալ չի ծաղկի կամ շատ ուշ կծաղկի։ Դրա համար հիմա կտնկենք միայն Անյուտայի աջիկները, կակաչները ավելի ուշ։ Ժակլինն էլ մի հատ փոքրիկ իր համար էլ ծաղիկ գնեցինք, մեր տրանսպորտն եկավ։ Ժակլինի համար այս սիրուն պստիկ ծաղիկն ենք առել, ուզեց որ իր համար իր փոքրիկ ծաղիկին խնամի։ Սարքն արջելա մի քիչ։ Ծաղիկում ա մի քիչ, ոնց որ թե ծաղիկ ա տալիս։ Տեսնենք ինչ սիրուն ծաղիկ դուրս կգա։ Ինչ կդնես անունը քո ծաղիկի։ Մալա։ Ինչ։ Մալա։ Մալա։ Ինչ էլ հետաքրքիր անուն մտածեցիր Ժակլին։ Սրանք էլ մեր Անյուտայի աջիկներ, հեսա տանենք, հանենք, քանի չեն տրորվել տոպրակի մեջ։ Իրանյուն մալայա, չէ։ Ըհը։ Մալադես։ Ես ինչ լավ օրինեցիր։ Վերասանուհիս, սրտիկս։ Որի մանայի ծաղիկից այդքան կերջանք անաս, շուտ կառնեի քո համար այդ ծաղիկը։ Կդնեմ իմ պստիկ բյուղոյի վրա։ Եղավ։ Դե հիմա տեսնենք իմ գեղեցկուհիներին։ Սիրուն են։ Փոքր ժամանակ, երբ որ գյուղ էի գնում,
մեր թաղում մի աղջիկ կար, ինքը այս ծաղիկներից աճեցնում էր ու գիտեր, որ շատ եմ սիրում ու ամեն անգամ, որ ես տուն էի գալիս, ինքը մի փունջ հավաքում էր ու իմ հետ ուղարկում էր։ Այդ հիշողությունները վառ այնքան մեջս մնացել են ու տպավորվել են ու այդ ծաղիկների հանդեպ սերը մինչև այսօր չի մարել, հլին սիրուն են, այս գույնն էլ շատ սիրուն։ Սպիտակ մի հատ վերցրեցի, բայց խի մի հատ վերցրեցի սպիտակ։ Տեսքը տենց թարմ չէր, ոնց որ չգրավեց, բայց պետքա վերցրած լինեի, ասեց երկար ժամանակ ինքը մնում է, 10 այսպիսի ծաղիկի տվել եմ ընդամենը 7 եվրո։ Ասեց երկար ժամանակ կմնա, չի մեծանում, մի փոքր կմեծանա, բայց շատ երկար ժամանակ կմնա։ Ես էլ 3 սիրուն զամբյուղներ եմ առել, այդպես իրար վրա լցրեց, սենց կոտրես ծաղիկներն են սիրուն էին։ Մնաց տնկենք, երեխեքա արդեն բաժանել են իրար մեջ, կռիվ են անում, թե որը պետքա տնկի, միասին կտնկենք։ Սիրուն ամամ։ Շաղլոտը արդեն աճ կա դրել էս մեկին։ Իրաննա։ Շատ սիրուն է։ Երկնագույն ծաղկամաններ եմ գնել, պատշկամբում կախելու, հենց որ սրանց մեջ կտնկենք։ Ես ու Ժակլինս այսօր ծաղիկ ենք տնկելու միասին։ Եթե ստեղից դժվար է, ստեղից լցրամին հողնա։ Այս ամանների մեջ չգիտեմ, հիմա տնկենք, թե սպասենք կակաչները կտնկենք սրա մեջ, իսկ հիմա սրանց մեջ անենք, կախենք պատշկամբին։ Այսպիսի սիրուն կակաչների սոխուկներ էի գնել, մի քիչ ուշացրեցի տնկելը, ու հիմա չգիտեմ, արժե որ ես հիմա տնկեմ, եթե տնկեմ երևի սեպտեմբերին մոտ դուրս կգա, բայց տեսեք արդեն ծլում է, չեմ հիշում, կային ես ծլացները, թե չէ, երբ որ գնել եմ, կարող է տնկենք հիմա, Ժակլին, ասեցի թողնեմ, հետաքրքրվեմ, տեսնեմ կարող եմ հիմա տնկել, թե չէ, նոր տնկեմ, բայց երևի կտնկենք, արդեն որտեղ ծլում է տաքությունից։ Ես էլ Ժակլինից հետ անեմ, որ մի քիչ արագ ստացվի։ Կարելի է Ժակո ջան, ու հետ աշխատեմ։ Ամեն մի զամբյուղում երևի 2 հատ կկարողանամ տեղավորել։ Ճիշտ է, վաճառողն ասել էր, որ իրարից հեռու է պետք, մի քիչ, բայց եթե հեռու դնեմ, այսինքն ամեն մի զամբյուղում մի հատ պետք է դնեմ, շատ քիչ է, այդպես բոլոր ծաղիկներս չեն տեղավորվի։ Փորձեմ 2-ը դնել, տեսնենք ինչ կստացվի։ Ժակ ջան, լիքը չլցնես, որ կարողանանք տնկենք։ Քանի լավ է։ Երեխեքի խաղալիքներն եմ օգտագործում, բայց շատ հարմար է այս պահին ինձ։ Կանես անեմ, մամա։ Կանես, այն մյուսներն էլ դու կանես։ Նա ջրենք թող ուշքի գան։ Սիրուն է, չէ՞։ Այս մեկը սպիտակ է, ծաղիկներն արդեն թառամել են, հուսով եմ նորից կծաղկի։
որոշեցի թաթախվել, մի քիչ էլ կակաչներից տնկեմ, հողս պակասություն արեց, վազեցի, դելեց, հող եմ գնել, չգիտեմ, հենց ծաղիկների համար է, ինչա հողերից բան չեմ հասկանում, փորձենք։ Ինչ անենք, դեղինները մենակ ստեղ անենք, թե խառը անենք, բեր լավ դեղինները անենք, ստեղ էլ մանշակագույնները կանենք, սղմա 3 գլուխը ստեղ հերիքա չէ, ինչ կասես, փոքր է էլի տեղը, երեխեք չգիտեմ, այդ ծիլերը պետքա ծածկեի, թե չէ ես ծաղիկ տնկելուց հեռու եմ, առաջին անգամ եմ անում, թողեցի տակը հողի ծիլերը, երևի դուրս կգա էլի, անցնենք մյուսի, այս մեկը բան կանեմ, նես կանեմ, որ ծիլերը մի քիչ դուրս մնա, տեսնենք որն է հաջորդ ստացվում։ Այս սրա ծիլերը կթողնեմ դուրսը։ Լավ ջրի։ Շաղլոտն էլ իր համար սրա մեջ է ուզում ցանի խառը կակաչներ ու ինքը տիրություն անի։ Խառը գույներով տնկի, ամեքից 2 հատ դիր, ինձ թվում է։ Գլեպները հանի, գլեպները հա, գլեպները։ Ծաղիկը սրանց հելները չեմ ան։ Երևի։ Էսի ու էսի։ Երկու մացրա մեջ։ Այս սրան Դիր է տենց էլ ուզում ես, կամ հանի այդ կողքինը առանձին գլուխը, առանձին դիր։ հայտ եմ անում։ Հա, դիր, ստիկ գլուխը։ Մոստագույն է այդ։ Հա։ Ես այստեղ գույն եմ դիր։ Ան պիտի թողանք դեպասեր ես սվարարով։ Շրելով լսրա, որ շնչի ինքը դուրս գա մեջից։ Երեխեք, քանի որ արդեն ծլում էր սոխուկները, իմաստ չուներ պահելու ու կարելի ասել ինչքան ծաղկաման ունեի, լցրեցի ծաղկաման, ծաղկաման։ Այս սենց միասիրուն ծաղկաման էլ ունեի, սրա մեջ էլ լցրեցի, դե այստեղ արեցինք, այս էլ հողը կիսատ լցրեց, բայց ոչինչ։ Ամեն դեպքում տնկեցի, որովհետև սենց թենենց կմնա կփչանա, այս երեքը էլ արդեն չտեղավորվեց, էլ ծաղկաման չունեմ։ Տեսնենք ինչ դուրս կգա այս ամենի արդյունքում, հուսով եմ սիրուն ծաղիկներ կստանանք, եթե չէ շատ կտխնեմ, կակաչի իմ սիրելի ծաղիկներն է, դուք բոլորդ արդեն գիտեք, մանավանդ գույներով, գունավոր տարբեր գույների, ես կգերվեմ, մնումա ծաղկել։ Ամռանը սիրուն այսենց արդեն պատշգամբում ծաղիկներով շրջապատված սուրճ կվայելենք։ Ես սիրում եմ պատշգամբում նստել ու սուրճ վայելել։